Ուրեմն նոր համացանցում մի բան էր տարածվում ու այստեղ դրա մասին ցանկանում եմ խոսել Facebook-ում հատկապես, չգիտեմ YouTube-ում, գիտեմ որ մարդիկ կան, որ միայն YouTube են դիտում, Facebook-ում չկան, դրա համար որոշեցի YouTube-ով էս եթերը անեմ, որպեսզի նաև այդ տեսարանները ձեզ ցուցադրեմ։ Խոսքը նախ գնալու է, ինչպես հասկացաք վերնագրից երևի, այլասերբացության քարոզի մասին, որը շատ թաքնված ձևով գնում է ու իրան լավ ազգում հայկական իրականության մեջ, որովհետև տպավորություն է, որ այստեղ մարդիկ նման բաներին բացարձակ չեն ցանկանում ուշադրություն դարձնել, հա, կամ երևի թե սպասարկող լրատվական կայքերը չկան, որ sense դա դարձնեն շատ լուրջ թեմա, sense մտցնեն մարդկանց ուղեղի մեջ ոնց քայլեց, ոնց պատտվեց դա տեսնես օրինակ ու բան վերնագրերով sense էլի, չէ, չկան, ոչ մեկ ոչ մի բան չի տեսել, ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Հիմա կհասկանաք խոսքը ինչի մասին է։ Բայց նախ եւ առաջ ուզում եմ գանք հերթով, որովհետեւ այստեղ ես մի հատ sense վիզուալ, հա, ձեզ ցույց տամ, մի տղա է, երևի մեր ձևով շարժումից, ով գովազդում է մեր ձևովի են 5 քայլերը, ծրագրերը, ես եմ ինչ բան չի տեղի ունենում, բայց քանի որ հերթով եմ գալիս, կուլմինացիան լինելու է հնդածս, այնպես որ զինվեք համբերությամբ ու դիտեք։ Ուրեմն, որտեղ նստում վեր ենք կենում, 5 հատ քայլ ենք մտածել, ժողովուրդ եկեք տեսեք ինչ 5 հատ քայլեր են, ինչ թույն 5 հատ քայլեր են, չէ։ Իհարկե դրանց այդ քայլերի ապուշուր լինելուն անդրադարձնենք, բայց այնուամենայնիվ, այստեղ վերնագիրն է էլ ինձ սպանում, բայց եկեք լսենք նախ 5 հատ քայլերը։ ՔՊԱ-ականները խոճապի մեջ են։ Հիմա ասեմ պատճառը որն է։ Երկու շաբաթ առաջ ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան, որը երաշխավորված է հենց Սամվել Կարապետյանի կողմից։ Ինչ է դա իրենից ենթադրում։ Առաջինը 300,000 նոր աշխատատեղեր, հատկապես մարզերում։ Կառուցելով գործարաններ, ստեղծելով նոր աշխատատեղեր, մենք պետք է իջեցնենք գործազրկության մակարդակը, կանխենք արտագաղթը։ Համայնքներին, հատկապես մարզերում, պետք է համաչափ զարգացում։ Իսկ դրան կարող ենք հասնել նոր գործարանների կառուցմամբ, նոր աշխատատեղերի բացմամբ եւ մարդկանց կենսամակարդակը բարձրացման շնորհիվ։ Տարբեր շրջանակներ իշխանականներից սկսած շրջանառում են, որ թվերը, որոնք որ ներկայացվում են, այնքան էլ իրատեսական չեն։ Մեր բոլոր թվերը ճշտված են, հաշվարկված են եւ հիշեք մի շատ կարեւոր բան։ Սամվել Կարապետյանը ինչ ասում, այն էլ անում է։ Լսեցիք ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը ինչ ասում է, մինչև ինչ ասում դա անում է, մի հատ փոքրիկ համառոտ մեջբերում։ Համ վերնագիրն է այդպես, համ խոսքը հիշում եք ինչից սկսեց։ ԿՊԱ-ականները խոճապի մեջ են։ Անկեղծ ասած ես չգիտեմ, ԿՊԱ-ականները խոճապի մեջ են, թե չէ։ Ինչ չի թվում թե խոճապի մեջ են։ Սա նույնպես քարոզարշավի ձև է, ասենք ԿՊԱ-ականները ինչից պիտի խոճապի ձև մեջ լինեն, որովհետև 5 հատ քայլ եք բերել տնտեսական զարգացման, որոնց լրջությունը հարցականի տակ է, չգիտեմ։ Թողնենք դա ԿՊԱ-ականներին, իրենք էլ վերլուծում են, իրենք էլ մեկնաբանություններ անում են, իրենք էլ լուսաբանում են, ձեզանից շատերը նրանցել են հետևում, ձեր գնահատելիքն է։ Բայց խնդրում եմ, եկեք այս խոճապահար բառը արանքից հանեք, որովհետև մի մեծ բան չեք արել։ Ասեմ, ինչու։ Հեսա ես վիդեոներ էլ ցույց կտամ, հա, Սամվել Կարապետյանից իմիջայլոց։ Ուրեմն նախ արտագաղթը ոնց է կանխում, օրինակ, ոնց եք պատկերացնում արտագաղթի կանխումը։ Արտագաղթը կանխված է իմիջայլոց, ես ձեզ ասեմ, ճիշտ է, Հայաստանից գնացողներ կան, գնացողներից մի մասը հանդիսանում են նաև նախկիններ, ովքեր որ հեսա ջոգել են, որ գործերա բացվելու վրաները, բայց այս տարի ոնց մարդը կոնկրետ դրեց թվերը ցույց տվեց, որ առաջին անգամ եկողների թիվը ավելի շատ է եղել, քան գնացողների, այսինքն տնտեսական բանը վիճակը այնպեսին է, անվտանգային վիճակը այնպեսին է, որ մարդիկ որոշել են քիչ-քիչ վերադառնան ու տենց է ստացվել, կամ մարդիկ կան, որ որոշել են հələ ոդկախ լինեն, չգնան, հա, ասենք մոտավորապես sense թվերին նայելով դրան է զգալ, այդ եզրահանգման։ Այնուամենայնիվ բանը արտագաղթը ահագին կանխվել է, բայց բաց այդ կանխումը
Այ անվտանգային մասով դուք լռում եք, դուք տնտեսական բաներ եք առաջարկում։ Հայաստանի Հանրապետությունից գնացածների մեծամասնությունը գնացել է ոչ թե որովհետև հացի փող չէր կարող վաստակել այստեղ։ Կարող են։ Այլ գնացել է որովհետև ապագա չի տեսել այստեղ։ Ապագա չի տեսել, չի ցանկացել տեսնել, թե իր երկիր իր աչքի առաջ ոնց է փլուզվում։ Չի ցանկացել, որ իր զավակները ծառայեն այնպիսի բանակում, ինչպիսին դուք ձեր ժամանակներում ունեիք։ Այո, Սամվել Կարապետյանին ես դիտարկում եմ նախկին, որովհետև այդ մարդը նախկին է։ Բանա, ու այսպես շարունակ, դուք բան եք, Սյունիքով միջանցք եք տալիս, ռուսներին բերում կանգնացնում եք այդտեղ, պահանջում եք անգամ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից, որ այդ քայլերին գնա։ Ես այդ ամեն ինչը հիշում եմ ու սպասում եմ հեսա 2-3 ամսից, երբ որ քարոզարշավները բուն կսկսեն, հանգիստ եղեք, այդ ամբողջը կլինի ողջ ժողովրդի աչքի առաջ, կհիշեցնենք, կթարմացնենք հիշողությունները վիդեոներով, տեսարաններով, տեսանյութերով եւ այլն։ Հանգիստ կարող եք լինել։ Այդ մասով թողեք ինձ վրա։ Տնտեսական մասով 300,000 աշխատատեղ։ Տեսեք, Սահմանամերձ գյուղերում ես ոնց հասկացա, մոտ 3000 տուն է կառուցվում 16 միլիոնի ծրագրով։ Առհասարակ մարդիկ չեն գնում կանխում կամ բանել, ծրագրեր են իրականացնում, ինչի արդյունքում կարող են մարդիկ մնալ, կառուցել, կառուցապատել, իրենց լավ զգալ եւ այլն։ Սահմանամերձ գյուղերում ձեր բանի մեր Սամվել Կարապետյանի եղբայրը, ով Սերժի աշխատակազմի ղեկավարն էր, Սերժ Սարգսյանը, երբ որ ասում էր պիտի օպտիմալացնենք, օպտիմալացման ծրագիր ենք իրականացնում, այդ հեռու գյուղերում մի քանի երեխի համար դպրոցներ պետք չեն որ լինեն, անգամ ճանապարհները պետք չի որ կառուցվի, որ մարդիկ հեշտ ենթակառուցվածքներից օգտվեն։ Այդ ժամանակ պետք չէր որ դուք գործեիք, չէ, արտագաղթ կանխել, պետք չէր, այդ ժամանակ ոչ մի բան պետք չէր անել, ախպեր ջան, դուք լավ եք ձեզ զգում, նորմալ է։ Բայց պետությունը այսօրվա դրությամբ իշխանությունները ծրագիր են իրականացնում միայն սահմանամերձ գոտիների, իմիջիայլոց այդ էլ հիշեցնեմ, որ 30 տարիների ընթացքում, որտեղ որ Սամվել Կարապետյանը նույնպես ունի իր մեծ մեղքի բաժինը, մոտ 100-ից ավել, մոտ 150 գյուղ է մեռել վերջնականապես, ասենք, չկան այդ գյուղերը, չկան, պրծել են, բոլորը գնացել են, պրծել է այդ գյուղը, ընդ որում մեծ մասը սահմանամերձ։ Հիմա ընդհակառակ մարդիկ գալիս են կառուցելու։ Մյուսը դուք ռուսական ուժ եք, աշխարհի հայությունը շատ լավ խորապես թքած ունի ռուսական ցանկացած ուժի վրա։ Այդ էլ մնացել պակաս ռուսական ուժ կա, դուք անգամ սիրում եք միութենականությունը, հարգում եք դա, որովհետև երբևիցե չեք քննադատել Քոչարյանի այդ մոլուցքը կամ թեկուզ Սերժի նրա թագաժառանգ, հա, որ չի կարելի այդպես խոսել, գոնե էլի, ասենք գոնե մեղմ ձևով, աշխարհից փոշի փչելու համար, տոս փչելու համար խոսել, չեք խոսել։ Եվ աշխարհի հայությունը հեչ է դրան կողմնակից չի, եթե իհարկե աշխարհի հայությունը ձեզ ուզում է։ Բայց փաստը որ չի ուզում, որովհետև նույն Ռուսաստանում դուք մարդկանց ծեծելով նրանց ձեռի փողերն եք վերցնում, ինչ որ գործել կան քրեական եւ այլն, էլի։ Եկեք դա թողնենք, բայց այստեղ ամենակարևորը վերջի հատվածն է, որ պիտի հիշենք մի շատ կարևոր բան, կներեք, որ պիտի հիշենք մի շատ կարևոր բան, որ Սամվել Կարապետյանը ինչ ասում անում է, մի հատ էլ էս հատվածը նայեք։ Թվերը, որոնք որ ներկայացվում են, այնքան էլ իրատեսական չեն։ Մեր բոլոր թվերը ճշտված են, հաշվարկված են, եւ հիշեք մի շատ կարևոր բան։ Սամվել Կարապետյանը ինչ ասում, այն էլ անում է։ Всё, օքեյ։ Հիմա եկեք տեսնենք, օրինակ, նմանատիպ թեմայով Սամվել Կարապետյանը հեչ ինչ է ասել, հա, նույն 300,000 աշխատատեղի հիշում եք, չէ, գյուղերում գործարաններ կկառուցեն, գյուղերում գործարանները կարող եք գնալ կառուցել, բիզնեսմեն մարդ եք, դրա համար հեչ պետք չի որ վարչապետ դառնաք, մի դրամով աշխատեք տարին ու տես բան անեք, հեչ պետք չի, կարող եք կառուցել։ Չնայած գիտեք, մեր երկրում ես կարծում եմ, որ միանգամից 300,000 մարդու գործազրկության խնդիր էլ չկա, որովհետև արտերկրից անգամ գալիս լավ էլ աշխատում, նորմալ էլ ապրում են, իսկ այստեղ գործատուներ կան, որ ընկած բարեխիղճ աշխատող են փնտրում։ Բայց այս ամեն ինչը դնենք մի կողմ։ Հիշում ենք, որ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, դա անում է։ Եկեք գնանք 2017 թվական, շնորհակալություն Արմեն Գալջյանին, սա մեզ հիշեցնելու համար, եւ ես առաջարկում եմ դիտենք Արմեն Գալջյանի հրապարակած մի նյութ, որտեղ որ ճիշտ 2017 թվականին ընտրությունների ժամանակ
մոտավոր նույն բանը լսում ենք։ Եկեք։ Հիմա այս փուչիկը պայթելու։ Բերելիցի երեկո։ Առաջարկում եմ դիտել այս տեսանյութը եւ մտովի վերադառնալ 2017 թվական ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջան եւ վերհիշել թե ովքեր եւ ինչեր էին խոստանում հայ ժողովրդին։ Գործարար Սամվել Կարապետյանը խոստացավ լավ նորություններ, ներդրումներ արտադրության ծառայությունների եւ այլ ոլորտներում։ Ներդրումների ագին մեծ մաս ուղղել են Լոռու մարզ։ Դա համար մենք ունենք պատրաստած շատ նոր ծրագրեր, ինչի մասին խոսեմ ձեզ հետ մարտ ամսին, 300 միլիոնը խոսենք մարտին։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Բաների մասին խոսենք մարտ ամսին։ Սա հունվար ամիսն էր 2017 թվական։ Հիմա եկեք տեղափոխվենք իրենց ասած մարտ ամիս 2017 թվականի ընտրություններից մի քանի օր առաջ մարտի 25-ին։ Երբ ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 միլիարդ դոլարի ծավալ ներդրումներ բերելու մասին Հայաստան, կարող եք փաստել, որ սա այդ ծրագրի 3.2 միլիարդի ներդրում։ Վերենք ֆիքսել ենք 3.2 միլիարդի ներդրումային ծրագիր իրենց աղբյուրներով, կատարողով, պրոյեկտով։ Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել, եթե հիշում եք հարցազրույցի ժամանակ, ինչ առարկայական գործնական քայլեր եք տեսնելու, շնորհակալություն։ Սա զարմանք չի։ Մարտը զարմացնում ենք։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Առաջին քայլը երբ կտեսնեք, կներեք, տեսնենք այս մասը։ Այժմ ընդեռնից ելանք առաջի քայլելնելու։ Հարցը 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Սամվել Կարապետյանին հարցը ուղղեմ արդեն կա որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ եւ արդյոք կան հստակ ծրագրերի եւ աշխատատեղերի մասով ինչ հարց է լուծվում այս ներդրումները ունեք գնահատականներ։ Անպայման ունենք գնահատականներ, մենք ընտրել ենք ներդրումային ծրագրեր, հիմնականում դա էներգետիկայի ոլորտում է։ Մենք փորձելու ենք այս արագ ներդրումների հաշվին աջակցենք, որպեսզի հնարավորություն ունենա կառավարությունը իրոք վերանայի տարիֆները իօգուտ նվազեցման։ Էներգետիկայի մասին է խոսքը էլեկտրոէներգիայի։ Իսկ ծավալները կան, կարող ենք Ծավալները կան, ծավալները քիչ են, դրա մասին կիմանաք հաջորդ դաս։ Իսկ հաջորդ դասը այդպես էլ չեղավ եւ այն ներդրումները, որոնք որ միլիարդավոր խոստանում են ընտրություններից օրեր առաջ չեղան, էլեկտրաէներգիայի գնի իջեցումը չեղավ եւ այն տնտեսական փուչիկը, որ փչել էին, չաշխատեց, որովհետեւ անգամ այդ խոստումներից հետ տված էին հանրապետականների հետ միասին միլիոնավոր դոլարների ընտրակաշարք բաժանել։ Հիմա այդ տնտեսական փուչիկը փորձում են նորից փչել 300,000 աշխատատեղ, 0% հար, 20% դեղերի իջեցում, թոշակների բարձրացում, գործարանների կառուցում եւ այլն, բայց ինչպես այն ժամանակ այդ փուչիկը պայթել է, այնպես էլ հիմա է այս փուչիկը պայթել։ Ուրեմն ես նախորդ նյութի տակ տեսա, մեր քաղաքացիներից մի քանիսը գրել էին, այո, Սամվել Կարապետյանը իրական է, ԿՊ-ն ոչ, ԿՊ-ն չգիտեմ, դուք ձեր գնահատականը ինձ համար իրական է, բայց Սամվել Կարապետյանի խոսքի ինչն է իրական եղել մինչև հիմա։ Ասեք տեսնենք, ինչ է։ Ահա, 17 թվականին նախընտրական բանի ժամանակ մարդը եկել է, ասել է 3.2 միլիարդի ներդրում են բերելու Հայաստան։ Ասել են երբ, ասել է հենց այս դռնից դուրս գա։ Մենք հասկանում ենք 3.2 միլիարդի ներդրումը, իհարկե մի տարում դժվար կլինի բերել, բայց գոնե մի 200-300 միլիոնը, 500 միլիոնը պիտի սկսեր երևալ, չէ՞, ճանապարհին պիտի լիներ։ Արդեն որոշ բաներ, մանավանդ որ մեր լավ ախպեր Ժիլետը ասում է, որ արդեն նախագծած ամեն ինչ պատրաստ է, մնում է պուսկը տանք։ Դրանից հետո անցավ 1 տարի։ 1 տարի ոչ մի բան։ Մի տարի հետո հեղափոխություն ա լինում։ Իմիջիալոց հեղափոխության ժամանակ շատ հնարավոր է, ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանին էլ էին համոզել, որ մենք բերելու ենք արի մեր հետ լավ է, Փաշինյանն էլ ասում էր, ախպերս մարդը բարերար մարդաներ դրում էր ազում բերի։ Մտել էր երևի այդ դաշտ, էլի։ Այսինքն ստեղծել է լրիվ պարարթող, որ երբ ուզի կարա բերի, ոչ մեկ չի ասելու քեզ բերեն, դա կարակ երջանիկ կլինեն։ 2026 թվականն է։ Նորից դուրս են եկել վստահ լինելով, որ մեր քաղաքացիները, դուք, ես, բոլորս մոռացած ենք լինելու 17 թվի խոստումները, որը մինչև հիմի չի եղել, ոչ մի ձև, ոչ մի կոպեկ, ոչ մի բան չի եղել, ու նորից սկսել են վերակենդանացնել։ Ահա այդ ամեն ինչը ինչ պետք է իմանալ,
ձեր հարգելիս են նախորդ վիդեոյի միջի հարգելի ջան, ինչ պետք է իմանալ Սամվել Կարապետյանի խոսքի տեր լինելու այդ առանձնահատկությունից, հա։ Ես ինքս չեմ սիրել, երբեք չեմ սիրել բանը քաղաքական քննադատությունը վերածել անձնական քննադատության անձնական խոսքի, բայց կներեք, եթե դուք անձերով եք պայմանավորում, կոնկրետ անձով եք պայմանավորում երկրում չգիտեմ ինչերը, ուրեմն պետք է նաև պատրաստ եք լսել այլ կարծիքներ։ Ես այստեղ տեսա մեր ընկերներից մեկը դիտորդ հետևորդներից մեկ գրել է, բա հենա իսկական բան է, տուժածները թող գնան բողոքել են շատերը, գործերը կան, գործընթացը գնում է, քննիչներն էլ աշխատում են։ Հիմա սա էլ ոչինչ, ասում ես դե պրոցեսներ են, մարդիկ կհիշեն ձայն կտան, չեն հիշի թող ձայն չտան, իհարկե մեր քաղաքացիների մի մասը սիրում է քաղցր ստերը, կարելի ասենք օրինակ ես կարող եմ հիմա մի հատ նախընտրական շտաբ բացել, սկզբի համար կուսակցություն, հետո նախընտրական շտաբ բացեմ, ժողովուրդ ինձ ընտրում եք, մանավանդ որ սրտանցել իսկապես ցանկանում եմ, մեր թոշակառուների թոշակը դարձնում ենք մի 200,000 տեղում ու շատ արագ, մի խոսքով, չգիտեմ, այս ինչ բանը ձրի, այն ինչը զրոտող, երկիրը քանդվեց, բրծավ երկիրը, հասկանում եք, բայց մարդիկ կան ոնց որ թե հակված են դրան, մի խոսքով, հա, որովհետև շատերը պայմանավորում են բանը քաղաքականությունը կոնկրետ անձի հետ, ուժեղ ղեկավար, գիտեք ինչ, կարող է խորհրդային ժամանակահատվածի ինչ որ պահի աշխատել է դա, ասենք չգիտեմ, ձեռս խփեմ սեղանին, ով չլսեց գնդակը արել, ռաստերիլայց, դրա խերը չեք տեսել, պարզվեց, որ այդպես չի աշխատում, տնտեսությունը շատ արագ քանդվի, իսկ սառը պատերազմում այնպիսի պարտություն կրեք, որ ամբողջ խորհրդային միությունը քանդվի։ Ու մինչև հիմի 30 տարի անց դեռ պաբոշնի էֆեկտները զգանք ջարներից վրա։ Այ դա լինում, երբ որ ձեր ասած ուժեղ ղեկավարներն են լինում, չնայած նման ուժեղները ամենավաղկոտներն են, որովհետև եթե վաղկոտ չլինեն, մարդկանց խփելով չեն հարցերը լուծի, էլի կլուծեն ինստիտուցիոնալ ձևով, օրենքներով եւ այլն եւ այլն։ Իհարկե մեզ մոտ օրենսդրական մասը, դատայրավական համակարգը դեռևս բազմաթիվ խնդիրներ ունի, դա նաև նրանից է, որ նախկինից եկած բաներն էլ մտնում դրա մեջ, ոչ միայն ընթացքում ինչ որ առաջանում է։ Կհարթվի երևի, ինքս ունեմ լուրջ բողոքներ այդ դաշտի հետ ու դուք գիտեք իմ այդ բողոքների մակարդակը ինչ տիպի սուր է միշտ լինում, բայց հիմա դրան չանդրադառնանք դեռևս։ Ժամանակ կունենանք դեռ անդրադառնալու։ Դուք մինչև անձնական գործերով, էլի, դատայրավական համակարգում, հա, որոշակի պրավալներ եղել են, բայց կներեք, այդաժառանգված հնարավորինս փորձում են ձգրտելով գնան, չգիտեմ ինչ կդառնա։ Թողնենք սա, հիմա առաջանանք արդեն մեր Սամվել Կարապետյանի որդու հարցազրույցին։ Ասում ենք լավ, իսկ տնտեսական ծրագրերը դնենք մի կողմ, ծանոթանանք այս անձանց հետ, հա, որովհետև եթե ասում են ուժեղ ղեկավար, պետք է պատկերացնել, չգիտեմ, սվերխ եսի ինչ գաղափարների, բաների տեր, ուսումնասիրած, կարդացած, ամեն ինչից տեղյակ, մի խոսքով էլի, ամեն ինչը տեղը, չէ, ուժեղը դա է։ Չնայած ես կողմեմ, որ ուժեղ ղեկավարը այդ այն ղեկավարն է, ով ոչ թե ցուցադրում է իր ուժը կամ օգտվում է իր հնարավորությունից, իր անձեռնմխելիությունից ու վախի մթնոլորտ է տարածում, այլ ուժեղ ղեկավարը այն ղեկավարն է իր թիմով հանդերձ, ովքեր որ ամրացնում են ինստիտուտները, այո, ինչ որտեղ իրենց վրա ծանր բեռ վերցնելով, իրենց վրա վերցնելով քաղաքացիների բողոքներ եւ հիասթափություններ, բայց նրանք ամրացնում են ինստիտուտները, որովհետեւ ապագայում դա է միայն պետք լինելու։ Օրինակ կարող եմ բերել, որպեսզի ավելի ըմբռնելի լինի։ Աշխարհի զարգացած երկրներում, որտեղ որ ինստիտուտները աշխատում են, այդ երկրի ղեկավարին, եթե արանքից sense հանես, տեղ այս բաժակով ջուրը դնես, այդ պետությունում շատ բան չի փոխվելու, գրեթե ոչինչ չի փոխվելու, հա, որովհետև ինստիտուտները շարունակում են աշխատել։ Այսինքն ղեկավարը մենեջերն է իր թիմով, գալիս է, գնում է, այն մյուս թիմն է գալիս, իր ծրագրերն է առավել առաջ դասում, սենց առաջ տանելով գնում են։ Մեզ մոտ մինչև հիմի, ասում ենք եկեք ինստիտուտները ամրացնենք, ասում են չէ, եկեք մտնենք Ռուսաստանի կազմի մեջ։ Դուք տեսեք, որ դառնա մեզ մոտ։ Ու մենք ժողովրդով, ովքեր որ շատ լավ սկսել ենք ճանաչել աշխարհը, ընկել ենք կրակը իսկապես մարտնչող գիտության ձեռքին։ Այնուամենայնիվ, վերադառնանք մեր ուժերի տղուն, էլի, հա, ով մի ոդքասթում այսպեսի բան է խոսում, ես չգիտեմ,
հայու գենի մասնագետներ կան, ժողովուրդ ջան, կանչեք գան, մեզ մեկ բացատրեն սա ինչի մասին է, որովհետև գուցե ես եմ մի քիչ կամ հետա մնաց կամ տգետ, որ չեմ հասկանում, այնուամենայնիվ եկեք միասին, հա, հասկանանք, եթե կարող եք ինձ օգնեք։ Շուրջ կարանք հիմա փաստացի ասենք, որ ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին։ Տենց բան հայտարարենք, առնվազն նախարարություն ուրեմն պետք է ստեղծի, որ այս հարցերը կուրացիա կա, սեքսի նախարարություն։ Ինչքան ես գիտեմ, առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցներ չի լուծվում։ Ինչքան ես գիտեմ, չգիտեմ, կարող է այլ տարբերակներ կան դեմոգրաֆիկ հարցը լուծելու, բայց ինձ թվում է դրանից է սկսվում։ Ես լավ ջան Զգացիք, չէ՞, եկեք մի հատ էլ։ Լավ ջան, քանի որ մենք միասին ենք աշխատում մեր Պրիդվեբերնի կամպանիայի շուրջ, կարանք հիմա փաստացի ասենք, որ ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին։ Տենց բան հայտարարենք, առնվազն նախարարություն ուրեմն պետք է ստեղծի, որ այս հարցերը կուրացիա կա, սեքսի նախարարություն։ Ինչքան ես գիտեմ, առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցներ չի լուծվում։ Ինչքան ես գիտեմ, չգիտեմ, կարող է այլ տարբերակներ կան դեմոգրաֆիկ հարցը լուծելու, բայց ինձ թվում է դրանից է սկսվում։ Շորժ ջան, ասեմ, Ղազարյան ջան, ոնց թե ովքեր են, Սամվել Կարապետյանի որդին է։ Իրենց նախընտրական կամպանիայի համար կարգողներով նստած խոսում են։ Հիմա կարող ենք հայտարարել, որ մեր իշխանության ժամանակ չբավարարված կին չի լինելու։ Գնալու են զորով մարդուն բրթեն, որ երևի կնգա հետ քնի կամ աջակցական ինչ-որ խումբ են ստեղծելու, տենց եթե մարդը չի քնում իրանք։ Ես չգիտեմ ինչ են խոսում։ Ինչ-որ բան են խոսում։ Ես իբր կատակ են անում բան, սեքսի նախարարություն, հա, բան։ Ակնկալում եմ ձեր ձայները, ժողովուրդ ջան։ Այս մարդկանց սիրտը գրուպավուխայ է ուզում երևի, չգիտեմ։ Գիտեք, տենդենց կամ ոնց որ սաղ մնացած լինեն դոգի տակ։ Գիտեք ինչու, որովհետև դիտողականությունը բարձր էր, ասում են, ուրեմն մեր ժողովուրդը նաև այսքան փչացած է։ Ուրեմն եկեք մենք էլ տենց շարունակենք։ Հասկանում եք, սրանք նորմալ հաշվարկներ են։ Հաշվարկը նորմալ է, իրավիճակն է աննորմալ։ Ինչ է նշանակում։ Հա, դեմոգրաֆիկ հարցերը լուծվում են սեքսով, դե մի պետք է սեքսի նախարարություն լինի։ Ով որտե բռնի դոմփի, որ դեմոգրաֆիկ հարցեր լուծենք։ Կարող եք 300,000 աշխատատեղ, որ խոսք են տալիս, սենց այդ բացը լրացնելու համար է, կամ ինչ նշանակում չբավարարված կին չպիտի լինի։ Դու ես ստուգում բավարարվածությունն ու չբավարարվածությունն արած։ Ասենք, սա ինչ է, այս ինչ այլասերվածություն է։ Սա այլասերվածություն է։ Դու ինչ գործ ունես կանանց հետ առհասարակ։ Դու քո կնոջով զբաղվի, եթե կին ունես, չունես պսակվի։ Դու ինչ գործ ունես, որակումներ ես տալիս կանանց, հայ կանանց։ Ասենք, ինչ աշկաչափով ես նայում, ով է բավարարված, ով չէ, ու ինչ ես խոսում վաբշե դու։ Ինչ ես խոսում, այ պոմպոմիկ, ինչ ես խոսում։ Պարոն Չուբլեբաս։ Ես ինչ է։ Հիմա, այս տղային, հուսամինքը կդիտի ես եթերը, այս տղային, ով խոսում է, որ կպն խուճապի մեջ է, այ կեզ եմ ասում ապեր, կգնաս ու այն վիդեոյի մասին, բայց կարծիք կասես, որովհետև ոնց է դուք եք արդեն խուճապը հարայրել, անցել եք ինչ-որ թերքաբարո գործունեության, ես իսկապես չեմ սիրում սս ձևակերպումներով խոսել, ես կամ նորմալ ասելիքս ասում կամ ասում եմ առաջ, բայց սա ինչ արա,
Հա խոճապի մեջ են, որովհետև որոշել եք, որ չբավարարված կին չպիտի լինի, քաղաքական որոշում եք կայացրել, ասենք գիժեք դու կարա։ Չի տեղավորվում, լուրջ եմ ասում, ժողովուրդ կարող է ես եմ մի բան սխալ ըմբռնել։ Ու գիտեք մի հատ բադ բան ունեմ, տեսեք։ Վարչապետը երեք ուդարնիկ էր, խփում ամեր գեր տալիս։ Միքրել տենց վարչապետ է։ Կուզեք ընկալեք, ընդունեք, չեք ուզի մի ընդունեք, հա, ասենք, այդ մարդու տեսակն էլ տենց է, անընդհատ սիրում է ինչ-որ նոր բաներ սովորել, մինչև ապշետը լավ բան, հա։ Ու տեսել էր, որ արձագանքը մեծ է, որոշել էր քաղաքացիների համար, չգիտեմ, ուդարնիկ խփեր։ Հիմա գնահատականը ամեն մեկը կարա իր գնահատականը տա, ես նորմալ եմ վերաբերվել, ոչ կարամ ասեմ թույներ, ոչ կարամ ասեմ վատ բաներ, տնականություն, որովհետև ես մի ոտով միշտ արտասահմաններ մեղել տեսել եմ շատ բան, այսինքն չեմ զարմացել, մնացածը ամեն մարդ իր գնահատականը, հարցը դա չի, բայց սրանք դուրս են եկել երեկվանից, ես երեք էի սրա մասին ուզում խոսել, ուրեմն ինչ կեղտոտություն են անում, էլի, նկարում են մարդուն, մարդիկ ովքեր որ գնում են այդ համերգին, գնացել են, նկարում են, սես կռուպնի պլան դարձնում տեղադրում են, թիրախավորում են քաղաքացիներին, այս սա է վարչապետի սատարողը, կամ իրա խոսքից մի հատված, ես մեռնում եմ վարչապետի համար, չգիտեմ, սես բաներ, ու դեմքն են դնում, ու սես իբր իրանց արևին բան դեմք, էլի, Արա մեկ ձեր դեմքին նայեք, սկսենք այդտեղից։ Երկրորդ, անցել են քաղաքացիներին թիրախավելու ինչի համար, որ այդ մարդիկ խուսափեն վարչապետի մասին խոսելուց, խուսափեն իշխանությունների մասին խոսելուց, խուսափեն ակտիվ լինելուց համացանցերում, փորձում են այդ մարդկանց կտրել այնտեղից, էլի, ու ծաղրելով այդ մարդկանց արտաքին, տեսքը ծաղրելով այդ մարդկանց խոսույթը եւ այլն։ Կներեք, ինքները ծաղրանքի արժանի եք սարել ձեր ուռոդ լակոտը, բայց դա հələ դնենք մի կողմ։ Մարդուն արտաքինով ծաղրողը շան տղա պիտի լինի, հասկանում եք։ Ուրիշ բան է, երբ որ ընկերների միջավայրում ընկերներով են իրար վրա հումոր անում, իրար արտաքինի վրա, հա, բայց ուրիշ բան է, երբ որ դու անծանոթ մարդուն իր արտաքինը դարձնում ես ծաղրի առարկա ու տեղադրում համացանցում, սա շան տղություն է։ Շան տղություն, սա մեկ։ Ես ինքս միշտ եմ դատապարտել դա։ Ասեմ ավելին, որպեսզի իմ օբյեկտիվությունը ճիշտ ընկալելի լինի։ Ես ինքս մի քանի անգամ շատ լավ իմանալով, որ իմ հետևորդների մեծ մասը կարող է ճիշտ չընկալեն ու հեռանան, էլ չհետևեն, ես այդ խնդիրը չունեմ, ոչինչ, հեռանում են, թող հեռանան, բայց ճիշտը մնում է ճիշտ։ Մի քանի անգամ նկատողություն եմ արել, ընդհուպ միջև գրառում եմ արել, որ օրինակ, հա, շատերը ծաղրում էին, օրինակ, 1000 ներողություն, Շուշան Պետրոսյանի արտաքինը։ Ես գրառում եմ արել, ասում եմ, ես չեմ անդուրժի տենց բան։ Կներեք, քաղաքականապես, այո, նա ոչ միայն ինձ օպոնենտ է, այլ նաև շատ վատ եմ վերաբերվում իր հայացքներին, բայց դա չի նշանակում, որ մարդու արտաքինը պետք է ծաղրել, դա հետամնաց մարդու, անբարոյական մարդու զբաղմունք է, ասելիք կա, ուրիշ ձև արեք, ձեր ասելիքը ասեք, խոսքից, ինչպես որ օրինակ, ոնց որ եթե ես մեկի արտաքինը ծաղրում եմ, ուրեմն ես բան եմ անում, հաստատում եմ իմ հանդեպ եղած ծաղրանքները, դա այդպես է ստացվում, իսկ ես դրան դեմ եմ, ասելիքի հետ կապված բան կա ասելու, եկեք այդպես, ոչ թե անցեք սենց բաներին, մարդկանց դրել ծաղրում եք արա, հա, մարդը ուզում է գնա վարչապետը տենա ոնց է ուդարնիկ խփում, ինչ-որ խնդիր ունես, ինչ-որ խնդիր ունես, գնացել ես հարցում անելու, գիտեք ինչ, կարող է ձևակերպումները ձեզ դուր չգան, բայց հենց դուք եք էլի պատճառը, այո, հենց դուք ձեր լրագրողների ձևակերպումները որն եք կտեսնեք, տգիտությունը հելել թափառում զվռնում է Երևանի փողոցներով իրենց մեկնաբանությամբ, սա մեկ, երկրորդ ժամանակին դպրոցներ, մանկապարտեզներ կառուցեիք, ժողովուրդը որպեսզի բան ասենք զրկված չլինի կրթության իր իրավունքից, կառուցեիք, հետո կխոսեինք, ոչ ասեք մենք օպտիմալացնում ենք, ամեն չգիտեմ, համայնքին մի հատ դպրոց կթողնենք, էնել տեսնել ենք ինչ վիճակներով դպրոցը,
Ասենք, գիտեք ինչ, այնպես չի, որ սաղ աշխարհի հայերը Երևանում են ապրում, չնայած Երևանի դպրոցների մեծ մասն էլ մի բանի պետք չի։ Ու տես տեղյակ չեն էլի, ինչ դպրոցներ են եղել, ինչ չէ։ Ինչ կրթության որակ է առհասարակ եղել։ Դուք փող եք վերցրել զաչոտ դնեք, որպեսզի մարդը բան գրագիտությունը ցածր լինի։ Բայց սա եք դուք։ Հիմա եկել եք կներեք 1000 ներողություն, բայց չգիտեմ, պիտի առանձնացած լինեմ։ Հիմա ես ձեզ ցույց տամ, թե ամեն ինչ որտեղից է գալիս նաև, հա? Նաև որտեղից է գալիս։ Մի րոպե, ես ձեզ ցույց տամ, թե որտեղից է գալիս։ Ժողովուրդ, 1000 ներողություն, ես այս նյութը պիտի գտնեմ ու կարդամ։ Ես մի քանի վայրկյան, համբերեք, հեսա գտնեմ։ Մի րոպե։ Թե ես խոչը։ Ես Այստեղ պիտի լիներ, ախր։ ինչ տայր։ Հեսա, խնդրեմ։ Հիմա եկեք տեսնենք այդ խնդիրները որտեղից է գալիս մարդկանց գրագիտության պակասի։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով։ Կիրառվել է համաներում դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, դե շուտ վայ եղել, տենց անցել է սրոպը։ Բայց այդտեղ հարցը էությունն է խնդրի։ Գլխավոր դատախազությունը 23 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 12-ից 16 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը իր ծառայողական լիազորությունների վնաս պետական շահերի օգտագործելով օժանդակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց ՕԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն դպրոցի տարածքը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցվող համալիրից 235 քառակուսի մետր մակերեսով տարածքի սեփականության իրավունքը։ Մի խոսքով, սա եղել է հենց կրթության նախարարը կրթահամալիրի տարածքից խուժանների բանով ձեռով գողցել է 300 քառակուսի մետր տարածքը։ Սա մի դրվագ է։ Այստեղ այնքան բաներ կանեն, AUX-ի շենքերը, այդ սաղը մի կողմ դնենք։ Մի հատ այս դրվագը նորմալ երկրներում բավարար կլիներ, որ սրա նման կին էլ կյանքում իր դեմքով փողոց դուրս չգար։ Դուք լինելով այս նախարարի ղեկավարները, սրա հետ աշխատողները, դուրս եկեք խոսում եք քաղաքացիների անկրթությունից, խոսում եք ձևակերպումներից, խոսում եք, թե հեսա գալիս ենք մեր ձևով տեսեք ինչեր անենք, թե հեսա ձեր ձևը սա է։ Ու գիտեք ինչ, համաներում, բայց մարդը անգամ, որպեսի իր վրա այդ կեղտը չմնա, այդ չի նշանակում է, որ վերջ, անցավ գնաց, ոչ, մարդը եթե հանցագործությունը արել, համաներում եղել անցել, միևնույն է ինքը այդ հանցագործությունը արել է, ինքը այդ արել է դա։ Եվ մարդը, եթե չի գնում վիճարկելու, որպեսի իր անունը մաքրի, նա մնալու է այս հոդվածի տակ սաղ կյանքը։ Այս սա եք դուք։ Խնդրեմ ձեր մշակույթի կրթության մշակույթի նախկին նախարարը եւ Քոչարյան Ռոբերտը նստած մամուլի ասուլիսին կապիկություններ որակում օրինակ վարչապետի թմբուկ խփելու կայֆերը։ Իհարկե, սա է ձեր մշակութային պատկերացման պիկը։ Դրա համար դուք կարող եք մարդ ով որոշել է 50 տարեկանում մի բան ավել սովորի, բնութագրել դա կապիկություն։ Ու չստացվի ես իմիջիայլոց ես այս թեմայով մի քանի բառ ուզում եմ խոսել։ Ես մի գոլեգա ունեմ, երբեմնի գոլեգա, ում հետ շատ նորմալ շփումներ եմ ունեցել ժամանակին, հիմա էլ որ տենամ վստահ եմ նորմալ կբարևենք կանցնենք անկախ մեր քաղաքական հայացքներից, բայց բոլորդ էլ տեսել եք երևի Արման Ղազարյան, դերասան Ստանիսլավսկու թատրոնի, ով կարճ ռիլեր է անում, հումորներ է անում, տենց ծաղրում է օրինակ վարչապետին կամ ասենք այն պատկերացումները, որոնք կան։ Իհարկե ես դա չեմ կիսում այդ կարծիքը, բայց այնուամենայնիվ
Ես հասկանում եմ, որ այո, եթե քաղաքական ղեկավարն է, սա էլ հումոր է անում, թեկուզ բացասական բանով, բայց դրա իրավունքը կա, այդ իրավունքը ոչ ոք չի կարող փակել։ Նորմալ է։ Այսինքն, նույնիսկ դուր չի գալիս, բայց ամեն դեպքում դա կա։ Ես ինքս, քանի որ թե հումորի մեջ են եղել սցենարներ եւ այլն, մեզ համար 20 տարուց ավել փակ է եղել հումորի քաղաքական ուղղությունը հումորի համար։ Հումորը, ժողովուրդ ջան, հիմնականում մի 3-4 ճյուղ ունի, հա, մեկը կենցաղային հումորն է, մեկը հավերժական կռիվներ, հա, ասենք տղամարդկին կամ հայրեր որդիներ, մայրեր դուստրեր, մյուսը քաղաքականն է։ Ու այս քաղաքական ուղղությունը միշտ բլոկած է եղել, փորձել մեկը քաղաքական հումոր անել այդ բայ ղեկավարների հետ կապված, հա, ասկի երկրորդ երրորդ էշելոնի ներկայացուցիչների հետ կապված չէր կարող անել։ Այսինքն այս մասով բան է։ Իմ այս մարդը դեմոկրատ մարդ է, վարչապետը եկել ասում է դեմոկրատիա հումորի ճյուղը պիտի բաց լինի, ամբողջ աշխարհում կա դա, նորմալ է։ Այսինքն այս իմաստով ես խնդիր չունեմ Արմանի հետ Ղազարյան։ Իմ խնդիրը ուրիշ տեղ է ու բավականին սրտացավ որպես քաղաքացի ու որպես արվեստի մարդ եմ ասում։ Տես, իհարկե չափավոր լինի լավ վատ չլինի, բայց դա քո գործն է, քո նախընտրելիքն է, երկրի վարչապետն է, կարող ես հումոր անել, բախներս բերել, ժողովրդավար մարդը չի գնդակարելու, բան չի անելու։ Բայց ես չեմ հասկանում, օրինակ Արման ջան, եթե հանկարծ կնայես այս եթերը, ես չեմ հասկանում, դու որպես արվեստի մարդ, օրինակ, ինչի ես ծաղրում, որ մարդը թմբուկ նվագել է սովորելու։ Դու արվեստի մարդ։ Քոչարյանը ասում է դա կապիկություն է, դու դա չես ծաղրում։ Ըստ էության նրանք այդ երկու քոչներ Սերժել դերասաններին վերաբերվել են որպես կապիկներ ու դա չեն թաքցրել, երկիչներին էլ, երկչույիներին էլ։ Կապիկություն անել են որակել միշտ։ Որովհետև նրանք արվեստ բառի հետ ունեն այնքան ընդհանուր առնչություն, ինչքան ես գեղասակի հետ։ Թողնենք, լավ, քո նախընտրած թեման է, օքեյ, այդ ես ուզում հիմա էլ ծաղրի, չնայած եթե դու արվեստագետ չլիներ, ես կկացի լավ դեմի, ես մարդը ասում է 1000 հոգի ասում են, ես էլ 1001-րդ եմ, բայց դու արվեստի մարդ ես, պիտի որ այդ մասով ճիշտ հակառակ, երբ որ եթե երկրի ղեկավարը հաճախում է ներկայացումներ, հետաքրքրվում է երաժշտությունով, ինքն է փորձում ինչ-որ ստեղծագործել, ցանկացած մեկը երբ որ ստեղծագործում է, ես արվեստի մարդ եմ, ես գովաբանում եմ դա, գովում եմ, իսկապես դուխ եմ տալիս, թև եմ տալիս, որովհետև լավ, մեր գործը ինչի մասին է։ Մեր գործը դրա մասին է, որ մարդկանց մեջ զարգացնենք ստեղծագործելու ընդունակությունները նաև։ Բայց իտո էլի թողնենք դա։ Ախպեր, կարամ իմանամ։ Այնտեղ տգետներ կան, ծաղրում են, հասկացանք, ամեն մեկը իր բանով։ Արա դու արվեստի մարդ։ Կարամ իմանամ, օրինակ, Աննա Հակոբյանի Չինարեն սովորելը խես ծաղրում։ Խի Կամ վարշը, ասենք օրինակ, հիմա դու, ասենք նախ, ասենք ոչ քաղաքական գործիչա, ոչ առաջին տիկինն է, ով այս տարիքում որոշել է մի հատ լեզու սովորի, ու երբ որ այդ ծաղրանքը դառնում է համատարած, կարա դա կոմպլեքսավորի հազարավոր մարդկանց, չէ, ասենք օրինակ, մի հատ Պողոսը ուզենա պես տարիքում լեզու սովորի, մի անգամից այդ հումորը գալու է ուղեղին, արա ինչի սա պետք է իջնեմ հայատ մի հատ էլ վրես կայֆավատ լինել։ Դուք այդ պաբոշնի էֆեկտները փորձում եք ըմբռնել, թե չէ։ Ասենք օրինակ, Ռիտայի կրթությունը քո դուր է եկել, կամ բանի Բելա Քոչարյանի կրթությանը ծանոթ ես դու։ Կարող ես համարձակ մի բան ասել նրանց կրթական ցենզին, որակի նրանց խոսքին առհասարակ։ Բախի չես կարող ասել, որ առհասարակ արվեստագետները ազատ են լինում, ամենազատ մարդիկ են լինում, ինչից ես վախենում, եթե անում ես, արա տեսնենք էլ, արա տեսնենք, Ռիտա Սարգսյանը առավոտի ծիրիկուն բանը քարոզում էր ռուսական Ռասվիտալի Յաբլինի գրուշի երկերը, այս տիկին է եկել է կրթությունն է քարոզում, Ընդ որում չի ասում ես եմ ձեզ կրթում, ասում է եկեք կրթվենք ու ինքը օրինակ է ծառայում դրա, վատ է դա, վատ բան է անում, ախպեր, լավ, ասենք թե սրա մասին էլ չես մտածել, ասենք թե,
ու դու լինելով մտավորական ծաղրում ես կրթությունը։ Ասենք թե մենք մի կողմ է տելակով որոշելի կա ամեն դեպքում հա հարային մարդա վարչապետի կինն է բնական լավ արա ախպեր երեխեքի անունը խի ես տալիս ասենք երեխեքի անունը խի ես տալիս Մարիամիկ մի հատ Աշոտիկ մի հատ դու Սերժ Սարգսյանի աղջիկերքի անունը գիտես գիտես Քոչարյանի աղջիկա անունը գիտես Մատ կարաս օրինակ sense մի հատ հումոր անես սեթոին ասես մի հատ կոֆե դնի սեթրակին չգիտեմ Ինչի համար է երեխեքի անունը տալիս Կամ ժողովուրդ բոլորիս է էլի վերա ինչի համար Ինչ են արել քեզ անչափահաս էլը Աշոտը Աշոտը հարգանք ունենա իր Աշոտիկ դու չէիր Աշոտիկ կարա իր ծնողը ասի կամ երբ որ դու ասում ես այդ ինքն է սարքում բան այդ տղան ինքն էլ ստեղծագործ տղա է ինքն էլ փորձում է նկարչություն բան ոչ մեկի հացին վայիս չի լինում ոչ մեկի իր անգերոս ծնունդին չի բերում կապիկություն անել տա իր համար ապրում է Ոնց որում իր համար ապրում է նրանք էլ աղջիկ երեխեք արեցինք ինչ եք մտնում այդտեղ չէ գիտեք ինչ կարանք մտնենք այդտեղ Եթե օրինակ որևիցե մեկին թվում է թե ես ինչ-որ կարող է վախենում եմ դրա համար չեմ մտնում այդտեղ չարաչար սխալվում եք իմ ընտանիքի այնքան են մտել որ որի ընտանիքին ինչ ասեմ 1000 անգամ էլ ասեմ տեր եմ իմ ասածներին բայց Փորձում ենք չնմանվել իրանց Արման ջան ինչ կապեր Ռխի ախպեր Մի հատ ապուշտ բան կար արտահայտություն կար մի երկու անգամ լսել եմ Հույս ունեմ Արմանը տենց չի մտածում Այդքան երեխա այն հա ծիծեռնակաբերդուն որ եկել էին գոռում են վայրենու նման ծռիսները ասում իրար վատ բան է կարել արա Այդքան երեխային պարկեցրին հողի տակ նրանք էլ իր ասծնողներն ունեն չէ ուրեմն հասնում արես ինչ եք խոսում Սա հիվանդություն է Դա հիվանդություն է չի կարելի Ասելիք ունենք եկեք ասենք իրար Ինչ եք մտնում իրար ընտանիք դա տհաճ է տե գեղա ընդ որում տե գեղա ոչ թե մի հատ եսի մի հատ գեղցի կարող է գեղցի ժողովրդական գյուղացի բառը չխառնեք Երևանի կենտրոնում հյուսիսային պողոտայում ապրող գեղցի կարող է կանգնի տենց բան ասի բայց կներեք մտավորականը արտիստ ես դերասան ես ընկեր դերասան մարդ ես տենց բան կասի Դա ճիշտ չի ու դա շատ վատ բան է Օրինակ Ես հիմա 46 տարեկան եմ ես չգիտեմ նոր բան կարող եմ ես ընդունակ մարդ եմ առհասարակ բայց ասենք չգիտեմ օրինակ մի հատ լեզու նոր կամ զրոյից ինչ որ բան նոր բան ինձ համար կարող եմ սովորել թե չէ իսկապես կասկածում եմ խիստ Եվ խիստ կասկածում եմ Արման ջան որ դու էլ նոր բան կսովորես դրա վրա եմ կասկածում շատերիս վրա Այդ կինը վերակացեմ լեզու է սովորում վատ բան է անում Ինչ-որ մեկի ձեռից հացը տանում, էլ ինչ ասես սարկեցիք գլխին, մի պայել ուտուտ սուպերմարկետներն էիք կարում վրան, տեսակ որը տենց չի, հիմա ինչ եղավ, վատ բաներ անում, որ մարդկանց հավաքում էին, խոսում էին, շփվում էին ընկալումներից, ընթերցասիրությունից և այլն, վատ բան, դու դերասան ես, դու չես ուզենա գրագետ հանդիսատես ունենաս, որովհետև օրինակ կապիկները չեն ուզենա, Իսկապես չեն ուզենա, որովհետև կարող հասկանան, որ իրենք կապիկ են ընդամենը ու էլ չգան նայելու։ Բայց
Դու շնորհքով դերասան ես։ Ասենք ո՞նց կարաս դու չուզես, որ քո հանդիսատեսը գրագետ լինի։ Եվ ցանկացած դու խրախուսում ես որևիցե տարիքում ինչ-որ բան սովորելը։ Հիմա պատկերացրու դու դա ասենք ասես հա խրախուսում եմ, ու սկսես այդ կողմով որոշակի քարոզ իրականացնել, կողքից սաղս կանգնենք ձեռ առնենք։ Ախպեր ես տխեմ սրտացավ, հարցը Աննա Հակոբյանն էլ չի։ Հարցը իմ հասարակությունն է։ Այդ հասարակության հետ տարիներով, տասնամյակներով աշխատել եմ ես։ Ես տարվել եմ այդ հասարակությանը։ Բազմաթիվ անգամ օրինակներ ասել եմ, հերթական անգամ չկրկնվեմ, որպեսզի չստացվի գլուխ գովանություն եմ անում։ Ու այդ ամեն ինչը եղել է նրա մասին, որ մարդիկ հասկանան։ Ես ներվերիցս ինֆարկտ եմ ստացել, երբ որ մարդը թատրոնին թադրում է ասում։ Արա թատրոնի տոմսին կվիտանցիա հասկանում է։ Սա կարա ծիծաղելի լինի, բայց սա շատ վատ բան է։ Երբ որ երիտասարդներին ասում եք թատրոն գնանք նայենք, ասում են թատրոնը որն է, մեկ էլ հիշում են, որ երեխավախտ իրաց մի անգամ տարել են Ձմեռ պապու ներկայացումներով, հայ, դա չենք գնա։ Ասենք դու էդ ես ուզել։ Չէ, պայքարել ենք, չէ դրա դեմ։ Բայց հիմա ինչ են պայքարողներից մեկին բան անում։ Ես կռիվ եմ տվել միշտ, որ դերասանին դերասան են ասում։ Անգամ երբեմն անգիտակցաբար ոչ թե ծաղրում են դրա համար, կան նաև այո ծաղրում են, բայց կան մարդիկ, ով գիտեն թե դերասան է, դերասան չի, դերասան։ Դու կուզես տենց հանդիսատես ունենաս, ապեր։ Ես չեմ ուզի դու տենց հանդիսատես ունենաս։ Ես միշտ եմ ասել, օրինակ ինքս հիմա հեռուստատեսությունում աշխատում եմ, հաղորդում եմ վարում։ Բայց ես ասում եմ, ես երազում եմ այն օրվա մասին, որ մեր հայկական հեռուստատեսությունը կլինի այն որակի, որ ինձ թույլ չեն տա, որ ես մտնեմ տաղավար։ Որովհետև ինքս գիտակցում եմ, թե իմ հաղորդման շրջանակներում ես ինչ թերություններ ունեմ։ Ընդունում եմ դա։ Բայց մեր երկրում այնքան ամեն ինչը պոլին քարշ գալիս, որ իմ հաղորդումը այսօր դեռևս պահպանում է իր բարձր դիտողականությունը։ Իսկ ես երազում եմ, որպեսզի այնքան բարձր լինի հեռուստատեսության խոսքը, կարևորությունը, մեկնաբանությունը այնքան խորքային եւ ինստիտուցիոնալ, որ իմ հաղորդումը փակեն, ասեն մի հատ գնաց տես դու հեռուստատեսության մարդ չես։ Որ ես գնամ սկսեմ աշխատել ավելի ոնց։ Ես երազել եմ, դու էլ ինձ հետ վստահաբար։ Մենք այն սերունդն ենք, որ երազել ենք, որպեսզի աշխատենք հեռուստատեսությունում։ Ես երբ որ առաջին անգամ 17-18 տարեկանում մտել եմ հանրային հեռուստատեսություն, աշխատելու չէ, էքսկուրսիայի նման մի բան էր։ Ծանոթ կար տարել էր մեզ։ Ես որ մտել եմ հեռուստատեսություն, ես չգիտեմ, դուք չեք պատկերացնի ինչ վիճակերին։ Ես դրանից հետո մի ամիս գլուխս ես դիգ-դիգ էի քայլում։ Ես եղել եմ այդ հրաշք վայրում, հասկանում եք, այդ չգիտեմ 7-րդ երկնքում։ Այդ այսօր որ ով որտեղից գտնում բերում դնում է տելևիզորով ցույց է տալ, տելևիզորով հենց իմն այդ պարագայում։ Ու դու գիտես, դու ինքդ եղել ես այդ մաստիկը, դու այսօր ո՞նց ես տես բան թույլ տալիս, ախպեր ջան քեզ։ Դա վատ բան է։ Դա շատ վատ բան է։ Ու ես սա բոլոր մտավորականներին եմ ասում։ Տղերք ջան, ասենք ես տարական բան եմ ասել, օրինակ եմ բերել, դեռ արձագանք չկա, ձեր ցավը տանեմ։ Հասարակ մի հատ բան ասեմ։ Այս անցյալ տարի 25 թվականի սեպտեմբերի 21-ին որոշեցի հիշեմ, որ ես էլ ամեն դեպքում դերասան մարդ եմ, որոշեցի յուրովի բան անել, հա, շնորհավոր անգամ ուղերձել բանի հետ կապված, անկախության տոնի, ասի մի հատ բանաստեղծություն կարդամ անկախության նվիրված։ Իմ շատ սիրելի մտավորական արտիստ, ստեղծագործող ընկերներ, մի հատիկ անկախության մասին բանաստեղծություն չկա։ 34 տարվա անկախությունն ենք նշում։ Ես հայտնաբերեցի, որ մի հատ բանաստեղծություն չկա։ Անկախություն, գաղափարախոսություն քարոզող, ոչ անկախություն, ոչ էլ ազատություն քարոզող մի բան կա։ Այդ
դրա կարևորությունը ոչ մեկ չի զգացել։ Հետո բացահայտեցի, որ գոնե մի հատ ներկայացում էլ չկա։ Հետո բացահայտեցի, մի հատ երաժշտություն էլ չկա, սիրելի կոմպոզիտոր ընկերներ։ Ամոթ չի։ Բա մեր մտավորականությունն ինչով ազբաղ, ես գիտեմ ինչով ենք զբաղված եղել, ախր։ Ախր սաղս է սոված մեռնելուց ենք եղել, մինչև սերիալները սկսել ա նկարվել, մի քիչ փող երես ենք տեսել։ Ու հենց այդտեղ ստորադասել ենք արվեստը, այդ ցածրակարգ սերիալներին։ Ստորադասել ենք ապեր։ Թատրոնում երբ որ աշխատավարձը 20,000 դրամ էր, սերիալում 300,000 ստանում էինք։ Այդ դրա համար էնի ստորադասեցինք։ Դավաճանեցինք նրան։ Այսօր նստում ենք մտավորականներ։ Տղերք, էսի լավ բան չի, էսի շատ վատ բան է։ Ու այսօր էլ վերցնել ու ծաղրել կրթությունը։ Ծաղրել են, որ 1000 կներեք տարիքը ասելու համար 48 տարեկան կինը չինարեն է սովորում։ Ծաղրեք ապեր։ Պրոստը կարող է դուք էլ ինչ-որ բան ուզեք սովորեք, կամ ձեր երեխաները։ Հետո ասեն, արա դե, այդպես եղել է, մինչև հեղափոխությունը այդպես էլ կար։ 20 տարեկանից, 25 տարեկանից վերև, խեին բոլոր տեղերը մաքսիմում 30 տարեկան միջև աշխատող ընդունում, որովհետև դրանից վերևը սպիսատանելու բաներ ոչ մեկին պետք չէր։ 30 տարեկան կինը չէր մտածում կրթություն ձեռք բերելու մասին ու աշխատանք ձեռք բերելու, չէր մտածում դրա մասին։ Հիմա մտածում են։ Հիմա ճանաչում եմ բազմաթիվ հարյուրավոր մարդկանց, հարյուրավոր իզնից ավելի մեծ կանանց ու տղամարդկանց, ովքեր օգտվում են նույն Աննա Հակոբյանի ծրագրերից եւ ձեռք են բերում մասնագիտություն բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Նեղվում եք տղերք։ Ձեզ պետքա տգետ հանդիսատես։ Ձեզ պետքա ձեզ դեռասան ասող հանդիսատես։ Ձեզ պետքա ձեր տված հրավիրատոմսին կվիտանցիա ասող ու վրեն կչկչացող հանդիսատես։ Ապա խնդրեմ շարունակեք նույն։ Ամեն դեպքում ես խնդրում եմ։ Մի մտեք ընտանիք։ Երեխաների մասին մի տես բաներ խոսեք։ Լուրջ եմ ասում, դա շատ վատ բան է։ Կարող է ցանկացած ազդեցություն ունի հակազդեցություն։ Կարող է մի օր էլ մի հատ ուրիշ Արման Ղազարյան, մի հատ ուրիշ Գնել Սարգսյան, մի հատ ուրիշ Պողոսյան Պետրոս վեր կենասի դե գիտեք ինչ, դե բռնվեք։ Դե որ կարելի է, բոլորիս էլ կարելի է։ Ու այդ ժամանակ մեկ էլ Արծվիկ Մինասյանի նմանները կգնան ամբիոնի մոտ կասեն ատելություն եք տարածում ու քարոզում։ Չի կարելի։ Լավ բան չի։ Ամեն դեպքում ժողովուրդ ջան, ես հիշեցնեմ, ես խոսում եմ իմ գոլեգայի հետ ու ես հույս ունեմ, եթե նա դիտի, կմբռնի իմ ասածը։ Ես խնդրում եմ, եթերից հետո էլ մեկնաբանություններում կոպիտ ուղիղ վիրավորանքներ չլինեն։ Կարող եք այդ նման իրավիճակին գնահատական տալ, բայց խնդրում եմ անձերի վիրավորանքներ չլինեն։ Ես դա չեմ կարող թույլ տալ։ Ինչ ճիշտ հասկացեք։ Մի խոսքով, լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։ Բարի գիշեր ձեզ։